Ռուսաստանի Դաշնությունում գտնվող անօրինական միգրանտները մի քանի օր ժամանակ ունեն, որպեսզի կամ օրինականացնեն իրենց փաստաթղթերը կամ լքեն երկրի տարածքը։ Փետրվարի 5-ին ուժի մեջ մտավ արտաքսման ռեժիմ կամ ռեժիմ վիսիլկին, օրենքի փոփոխությունը Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացիների գտնվելու, բնակվելու մասին օրենքի փոփոխությունը, բայց արդեն իսկ հունվարի 1-ից ուժի մեջ էր մտել Ռուսաստանի նախագահի 1126 հրամանագիրը։ Համաձայն այս հրամանագրի Ռուսաստանում գտնվող այն օտարերկրացիները, որոնք ունեն փաստաթղթային որևէ խախտում, կարող էին փետրվարի 5-ից մինչև ապրիլի 30-ը օրինականացնել իրենց գտնվելը Ռուսաստանում կամ լքել երկրի տարածքը։ Բոլոր նրանք, ովքեր փետրվարի 5-ի դրությամբ ունեին երկրում իրենց գտնվելը օրինականացնող փաստաթղթային որևէ խախտում, օրինակ, դրացել էր աշխատանքային պայմանագրի ժամկետը, ճիշտ ժամկետում չէին անցել բուժզննումը եւ այլն, այդ անձանց թույլատրվեց վերականգնել այդ փաստաթուղթը կամ կրկին լքել երկիրը։ Բայց մինչև ապրիլի 30 նրանք, ովքեր հայտնվում էին վերահսկվող անձանց ռեեստրում, կարող էին կրկին վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն եւ արդեն մաքուր էջից փորձել օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ-ում։ Վերահսկող անձանց ռեեստրում հայտնվելը իր հետ բերում է հետևանքներ, սառեցվում են անձանց բանկային հաշիվները, որևէ գործարք նրանք չեն կարող անել։ Նրանց նկատմամբ կարող է կիրառվել, օրինակ, ոստիկանների կողմից միջոցներ, եթե անհրաժեշտություն կա հայտնաբերելու անձին։ Անձը իրավունք չունի առանց ոստիկանի թույլտվության լքելու իր բնակության տարածքը։ Ոստիկանությունը հասանելիություն է ստանում նրա հարկային բանկային գաղտնիքներին։ Տաթևիկ Բեժանյանի խոսքով, չնայած այս ռեեստրում պետք է հայտնվեին անձինք, ովքեր խախտում ունեին, հայտնվել են նաև մարդիկ, ովքեր փաստաթղթային խախտում չունեն։ Ցավով պետք է նշեմ, որ այս պարագայում այս անձանց իրավունքները մաքսիմալ խախտվում են։ Այսինքն անձը, որը պարտաճանաչ վճարում է հարկերը, օրինական գտնվում է, օրինական բնակվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, օրինական գործունեություն է ծավալում, երբ որ այս անձը որևէ պատճառով շատ հաճախ դա լինում է թյուրիմացաբար կամ սովորաբար երբ որ դիմում են շատ ավելի արագ են հանում, բայց լինում է դեպքեր, երբ որ երկար են հանում, եւ երբ որ անձը հայտնվում է այս ռեեստրում, նրա բոլոր իրավունքները սահմանափակվում են։ Մեր զրուցակիցը նշում է, արդեն կան դեպքեր, երբ անձը զրկվել է աշխատանքից, որովհետև հայտնվել է ռեեստրում եւ մեկ ամսվա ընթացքում չի կարողացել դուրս գալ։ Մեր կազմակերպության դիմացների մեջ եղել է նաեւ 8 հոգի, ովքեր երկքաղաքացի են եղել եւ դա ընդհանրապես իրենց չէր վերաբերվում, բայց միևնույն է անձինք հայտնվել են ռեեստրում կամ կացության կարգավիճակ ունեցողներ, որոնք էլի չպետք է հայտնվեն, որտեղ օրինական բնակվում գործունեություն էին ծավալում եւ այլն։ Անհրաժեշտություն է առաջանում պաշտպանել անձանց իրավունքները, ովքեր խախտում չունեն, բայց հաճախ զրկվում են աշխատանքից ու երկար ժամանակ փորձում վերականգնել իրենց խախտված իրավունքները։